Զգա հանդիսավոր երթի ըստ պաշտելի հեռավորությունը երկու գծայի դրոշակակիր խումբը նողի մյուսները աջ դրծ հավասարությունը դեպի աջ քայլով մարշ Մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգարժան հյուրեր, ներկաներ, սիրելի հայրենակիցներ։ Մեկնարկեց Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր երթը։ Հանդիսավոր երթին մասնակցող զորախմբերը ներկայանում են Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստով, հանդերձավորմամբ։ Նոր համազգեստը ձևավորված է միայն հայկական խորհրդանշաններով, ազգային տարրեր ունեցող տարբերանշաններով։ Իդեպ, զորահանդեսի ամբողջ ընթացքում զինվորական նվագախմբի կատարմամբ կհնչեն միայն հայկական ստեղծագործություններ։ Հանդիսավոր երթը սկսում են զինվորական ճանապարհին առաջին քայլերը կատարող Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, վարժարանի փոխտնօրեն փոխգնդապետ Արայիկ Սահակյանի ուղեկցությամբ։ Վարժարանում կրթվել և դաստիարակվել են բանիմաց, հմուտ ու արհեստավարժ զինվորականներ, որոնք պատվով ծառայել ու ծառայում են Հայաստանի Հանրապետության բանակում։ Վարժարանի սաներին հաջորդում են ապագա սպաները, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, ռազմական ակադեմիայի պետ, արիության մեդալակիր, գնդապետ Արսեն Մանգասարյանի հրամանատարությամբ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի առաքելությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրներն իրագործելուն ունակ բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է։ Հանդիսավոր շարանցումը շարունակում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ունկնդիրների զորախումբը։ Գլխավորում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, արիության մեդալակիր գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը։ Հանրապետության հրապարակում է զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունը հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր գնդապետ Լևոն Դավիդյանի հրամանատարությամբ։ Հատուկ նշանակության ստորաբաժանումները կոչված են իրականացնել ամենաբարդ խնդիրները դժվարամատչելի վայրերում, ունակ են ինքնուրույն լուծել ռազմավարական խնդիրներ։ Միջազգային խաղաղարար առաքելություններում Հայաստանի Հանրապետությունը բազմիցս պատվով ներկայացրած խաղաղապահ ուժերի բրիգադ, հրամանատար գնդապետ Ռուբեն Պապյան։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004 թվականի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։ Հայաստանի մանակի կարևոր առանցքային